Պապի, ես ինչի ձայն չես անում։ Պիտի ձայն անեի։ Դու չեր խանգարի։ Ինձ թվում է, որ ձայն անեի, այդ ժամանակ կխանգարեի։ Սիրային նամակ գրելու փոխարեն պիտի գրեիր պապի ջան, դեղերդ խմել ես։ Այ պապի, հոգուս հետ ես խաղում, հա։ Պապդ եմ, որ խաղամ ինչ կլինի։ Ուրախանում եմ, որ քեզ տեսնում եմ սիրահարված, որ աչքերդ փայլում են։ Հա, այդ մեկը ես էլ ինձանից չէի սպասում, ճիշտ ասած։ Պապես ինչ է։ Սա տատիդ իմ մանուշակի մատանին է։ Աչքիս լույսի պես պահել արդեն քանի տարի է։ Ու ամենանեղ օրվա մեջ էլ նույնիսկ չեմ մտածել վաճառելու մասին։ Հա, քո ու տատի սերը օրինակ է եղել բոլորիս համար։ Սիրով ու մեծ ուրախությամբ քեզ եմ նվիրում ես մատանին։ Պապի, բայց ինչ եմ անելու ես մատանին։ Ասենք մի օր կուզենաս Նարեին առաջարկություն անել, ես մատանին իրան նվիրի։ Դե լավ է էլի, ինձ չտվեց իր այդ մատանին։ Դրա համար էլ գնացի ծեծ կերա, փող աշխատեցի, որ կարողանամ մատանի առնեմ։ Ինչ արեցի։ Էշ խոսում եմ, պապի, բանի տեղ մի դիր։ Այստեղ արի այդ ողա։ Պապի, ես իրան ինչ որ պետք է ասել եմ արդեն։ Ականջներդ կպոկեմ, եթե իմանամ վտանգավոր ու կեղտոտ ճանապարհով գումար ես աշխատել։ Դա լավ էլի, պապի, ինչ կեղտոտ ճանապարհ, բոքս եմ կպել, ես ինչ պիտի անեմ ուրիշ։ Լավ լեզվիդ մի տուր։ Մոտ արի ասում եմ։ Հա դե պապի, թորդ արդեն չափալախել է։ Նշանված տղա եմ, փոխարեն շնորհավորեք, կանչում մարդա մի չափալախ տալիս եք։ Մոտ արի։ Պապի։ Պապի դե լավ էլի։ Երջանիկ լինես Լեայի հետ, բայց խելքդ գլուխդ հավաքի, եթե չես ուզում ջարդդ տամ։ Այսօր պետքա տեսնեիր Լիայի ուրախությունն ու զարմանքը։ Չնայած ինչի մենակ Լիայի, մենք էլ էինք շատ ուրախացել։ Թեպետ գիտես, Դավիթը ամեն ինչ գիտեր ու ինձ բան չէր ասել։ Հա, դե միակ խորհուրդն էլ ես էի, հա։ Սարիկ, ինչի ես տենց ասում։ Եթե մեծ նշանադրություն աներ ու քեզ չկանչեր, այդ դեպքում կարայր նեղաներ։ Չէ, դու սպասի տեսես դրան ինչ եմ անելու, առանց ինձ առաջարկություն անելու համար։ Սարիկ, իսկական ընկերը նման բաների հետևից չի ընկնում։ Մենակ ասում է, աղբերս երջանիկ եղի ու վերջ։ Լուրջ, իրոք։ Չէ իմանում քուրս, կատակ եմ անում այն քույր։ Թող երջանիկ լինեն։ Իրականում շատ երջանիկ կլինեին, եթե Լիայի ընտանիքը չխառնվեր։ Խեղճ ընկերուհիս չի կարողանում լիարժեք ուրախանալ, վախը սրտում ապրում է։ Չէ, բայց ազնիվ խոսք չեմ հասկանում, ինչ են դեմ Լեոյի Լիայի հարաբերություններին։ Դե որովհետև Լեոին են դեմ։ Չէ, բայց ինչի համար չեմ հասկանում, այդ հարցի պատասխանը չեմ գտնում։ Ինձ թվում է մենակ մագուսները գիտեն պատասխանը։ Վերջ, ստեղ ես, ամեն ինչ լավ է։ Արամ ուր այդ անասումը։ Փախավ։ Ունան ուզում եք ինձ խեղդել։ Լավ է Արամը հասավ օգնության։ Բայց վատա որ Արամը այդ անասունին բաց է թողել։ Այդ բան քրոջդ է օգնում, ծածվում է։ Ես իմաստեղ եմ ու կօգնում իմ քրոջը։ Դու գետնի տակից էլ լի այդ անասունին գտնում ես ու բերում ես տեղ։ Եթե Արամը չլիներ, ես հիմա չէի լինի։ Դե հիմա վերկած գնում ենք մեր տուն։
Չէ, ես կմնամ իմ տանը։ Ինչի, որ այդ անասունից ծառով մեռնես։ Հունան ինձ խեղդում էր ու ասում էր, որ քեզ է պատժում, ու որ դու դեռ չգիտես ում հետ գործ ունես։ Ոչինչ, դու հիմա պատրաստվի կգնանք մեր տուն։ Այդ հələ չգիտի ես իրան ոնց կպատժեմ։ Չգիտեմ ձեր նշանդրեքի վերջն ինչ է լինելու, բայց ուրախ եմ, որ հիմա գոնե երջանիկ ես։ Ինչ պիտի լինի, պապի։ Վերջը հարսանիք պիտի լինի։ Իսկ ծնողների վերաբերմունքը այդ մասին մտածել ես։ Ինչ ձև ուզում են, թող վերաբերվեն։ Ես ու Լեան պարտադիր մինչև վերջ պետքա միասին լինենք, այդ որոշված է։ Պապի իրանք շատ խոստունալից ջահելներ են։ Ինչ ասեմ, Աստված օրհնի ձեզ ձեր բարդ ճանապարհին։ Ապրես ցավոտ տանում։ Ուղղակի կներես, որ առանց քեզ եմ Լեայի մատին մատանի դրել։ Ես գա ինչ անեի, ջահելներով եք գնացել։ Այնա Դավիթը իմ փոխարեն ներկա է եղել։ Դե հիմա ձեր թույլտվությամբ գնամ ես մի քիչ Սիրուս հետ խոսեմ, հա։ Սերը խեղդեց։ Գնա, քանի չես խեղդվել։ Վախենում եմ աղբորդ համար։ Իրականում ես էլ վախեր ունեմ, բայց չեմ ուզում հիմա դրա մասին մտածեմ։ Ուղղակի ուզում եմ իր երջանկությամբ ուրախանամ։ Լեա, լսում ես ինձ։ Լսում եմ։ Բա որ լսում ես, ինչի՞ չես խոսում։ Ինչ ասեմ։ Ձենը տխուր է, մի տեսակ, ինչ ա եղել։ Ոչ մի բան, հոգնած եմ ուղղակի։ Չհավատացի, բայց լավ։ Ասա տենան մամատ ոնց արձագանքեց, որ ասացիր մատանի եմ դրել մատիտ։ Լեա, լսում ես։ Մաման ուրախացավ, երջանկություն մաղթեց։ Լավ, բա վաղը քանիսին ենք հանդիպում։ Ինչի հանդիպենք։ Ոնց ինչի հանդիպենք։ Նշանածս ես, Լեա։ Ես էլ ուզում եմ նշանածից տեսնեմ։ Դա չի կարելի։ Մամ ջան, բարի լույս։ Բարի լույս բալես։ Ես էլ սպասում էի, որ Արթնանայիր միասին սրճեինք։ Սուրճն ինձ վրա։ Մենակ թե լոգան կընդունեմ նոր։ Արի սենց անենք։ Դու գնա արագ լոգան կընդունի, իսկ ես այդ ընթացքում արագ սուրճը կպատրաստեմ։ Չէ, մամ ջան, գործիցդ մի կտրվի։ Ոչինչ բալես, շտապ չի։ Մամ, մի թեմայի շուրջ էի ուզում քո հետ խոսեի։ Ինչ ա եղել։ Մտածում եմ Լեոյին ֆինանսապես օգնելու մասին։ Ինքն ա խնդրել։ Չէ, մամ, չէ։ Ուղղակի կյանքը վտանգելով գումար է աշխատում։ Դե ձեր ընտրած մարզաձևը արդեն ինքնին վտանգավոր է ու այնպես չի, որ դու քո կյանքը չես վտանգում։ Մամ, Լեոն փողոցային մարտերի է մասնակցում։ Իսկ դա ճիշտ չի։ Դա արդեն երևի իր ընտրությունն է։ Մամ, Լեոն ինձ աղբոր պես է, ու ես չեմ կարող աչք փակեմ իր ընտրության վրա։ Խորհուրդ կտամ չխառնվես։ Լեոն հասուն տղա է ու պարզ գիտակցում է ինչ է անում։ Մամ, հետո էլ հարցնում ես, թե ես խի եմ զարմանում քո քայլերի վրա։ Մեկ այնքան ջերմ ես այդ ընտանիքի հանդեպ, որ առանց ինձ տեղյակ պահելու գնում ես իրենց հյուր։ Մեկ էլ այնքան սառն ու անտարբեր ես արտահայտվում, որ ոնց հասկանամ ես հիմա սա։ Տես, նորից եկանք իմ ասածին։ Մենք սկսել ենք իրար չհասկանալ։ Գնա լոգան կընդունի, իսկ ես սուրճը կպատրաստեմ։
Դեռ չի հաջողվել գտնել Ավետիք Սարգսյանին։ Շատ վատ է։ Ամեն ինչ արա որ գտնես։ Համակել դրա մասին տես պաշտոնական մի խոսա։ Ավետիք Սարգսյան, չէ՞ մի չէ։ Երևի հերն էլ այդպես չի ճանաչում իրան։ Դե լավ, ցավը տանեմ, եթե ուրիշ բան չկա գնամ։ Գնա։ Ինչ գնացել ես հաջողությունն էլ հետդ տարել ես։ Զանգել ես, որ էդ ասես։ Լավով եմ ասում, վեր կաց ու տուն արինը։ Հունան անիմաստ ժամանակ ես կորցնում։ Դու պարտադիր ուզում ես, որ ես կոպիտ միջոցների դիմեմ։ Օրինակ, Արի հիմա բանը չհասցնենք օրինակներին։ Վերցնում ես աղջկատ ու խելոք գալիս եք տուն։ Հա մեկ էլ աղջկատ ասեցիր, որ մտքից հանի այդ Լեոյի հետ լինելու միտքը։ մի շատ կարևոր հանգամանք ես բաց թողել։ Լեան իմ ու քո աղջիկն է։ Հետևաբար մեզ չի զիջում իր անփոփոխ որոշումներով ու վճռականությամբ։ Այդ վճռականությունը շատ թանկ կնստի այդ Սարգսյան Լեոյի վրա։ Հունան, չփորձես։ Դե ուրեմն աղջկատ խելք սովորացրու։ Նայինա։ Արդեն վատանում եմ կարետից։ Ես եմ մեղավոր։ Աբե ով է մեղավոր։ Անընդհատ քո մասին եմ մտածում դեռ։ Ինչ կարամ ասեմ։ Ինչ պիտի ասես։ Պիտի ասես, որ ավելի հաճախ ենք հանդիպելու։ Ինքան հաճախ, որ քնելուց, զարթնելուց իրար պետքա տեսնենք, այդքան հաճախ։ Դեռ շուտ է դրա մասին խոսելու։ Ոնց շուտ է։ Ինձ թվում էր մեր հարաբերությունները պետքա ավելի ուր է մատանին։ Բան կա, որ չգիտեմ Լեա։ Չէ, Լեո։ Բա ուր է մատանին, եթե չէ։ Թե նենց մտածել ես, որ կարաս ավելի թանկարժեք մատանի կրես։ Լեո, հիմարություններ մի խոսա։ Դու շատ ավելին ես արժանի Լեա։ Բայց կներես, ես այդքանն եմ կարողացել անեմ ու ոչ մի մատանի չի կարող համեմատվի այն սիրո հետ, որը ես քեզ եմ տվել։ Ես քեզ իմ սիրտն եմ տվել։ Իսկ մատանին ուղղակի սիմվոլիկ խորհրդանիշ էր։ Լեո, քո նվիրած մատանին իմ համար ամենաթանկն է։ Պապան ա դեմ նետել մատանին։ Բարի լույս։ Ինչ լավ է այս տանը կին կա, նորմալ հաց կուտենք։ Ինչի դու իգական սերի ներկայացուցիչ չես, չես կարողանում հաց պատրաստել։ Ես շատ բան եմ կարողանում անել, ուղղակի դեռ ժամանակը չի։ Երբ այս տանը իմ կարգավիճակը կհստակեցվի, այդ ժամանակ էլ կգործեմ։ Չհստակեցված կարգավիճակի համար մի տեսակ շատ ինքնավստահ ես։ Ինչ-որ բան ունեք իմ դեմ։ Հակակրանք։ Փոխադարձա։ Եկեք, հիմա հորքուրին ես կպել։ Անկեղծության ժամ ենք հայտարարել։ Հորքուրդ ասում էր, թե ինչքան է ինձ հավանում, ես էլ ասում եմ, որ փոխադարձա։ Բաբջան արի ընտանեկան զբոռա։ Մենակ Լեանում մաման են պակաս ափսոս։ Այն մամայիդ ու Լեայի վրա ահա որ ջղայնացած եմ։ Վերցրել Լեային ստեղից տարել է, ինչա ազատություն տա, որ ինչ-որ խրփիլակել կամ մատանի դնի։ Բայց ոչինչ, ես այդ մատանին կորցրել եմ։
Ու եթե մի անգամ էլ այդ լակոտի կողմից նման առաջարկ եղավ, այդ մատանու նման կկորցնեմ։ Հասկանում ես, որ խոսքը աղբորս մասին էր, ու իմ ներկայությամբ պապատ սպառնում էր։ Նա դու չափերի մեջ մնա աղբերդ, պապանը չի սպառնա։ Հունան քեզ մի խնդրանք ունեմ։ Թույլ տուր Լեան ու Լեոն երջանիկ լինեն, էլի։ Ինչի, որովհետև ավոյ աղբոր տղեն, հա։ Չէ, այդ կապ չունի։ Օրինակ Գրիշոյի ընկերուհուն որ տեսնում եմ, չարությամբ եմ լցվում, որովհետև իր մեջ ավոյն եմ տեսնում։ Բայց Լեոն ուրիշ է։ Լեոն ավոյ հակապատկերն է։ Բա դու ինչ գիտես է։ Գիտեմ, որ չես հավատա, բայց ես էլ եմ կարողանում ճանաչել մարդկանց։ Դրա համար էլ 20 տարի խաբված ես եղել։ Ապրես Հունան, ճիշտ ես անում, որ իմ սխալները իմ երեսով ես տալիս։ Բայց հիմա էլ դու ես սխալանում, թույլ չտալով, որ Լեան Լեոյի հետ երջանիկ լինի։ Հունան, հանգիստ եղի։ Ռաֆոյի սպանության մասին ոչ մեկը ոչինչ չի իմանա, խոստանում եմ։ Էռնա, քեզ չվերաբերող հարցերին մի խառնվի։ Այսինքն ոնց դենան էտել։ Դե ես ուրախացած գնացի, որ մամային պատմեմ քո առաջարկության մասին, էլ պապան Պապատ էլ ասեց Լեոնում շուննա, որ Լեային մոտիկանա հերիք չի մի հատ էլ մատիլ մատանի դնի, հա։ Պապան մատանին փողոց շպրտեց։ Տենց էլ չգտա։ Ոչինչ, ես հələ կհանդիպեմ հորդ։ Չէ, Լեո, հանկարծ չգնաս պապայի հետ հանդիպման։ Լեա ինքը ով է որ խառնվի մեր հարաբերությունների մեջ։ Ով է որ խանգարի մեզ հերիք չի մի հատ էլ մատանին դենն էտի։ Ախր հայրս է, Լեո, ինչ անեմ։ Այսինքն որ հայրդ է իրավունք ունի, հա տենց բանանի։ Դու տենց ես մտածում։ Կարող է դու էլ իր համաձայն այդ որոշման հետ հերդ էլ քեզ օգնեց։ Ինչեր ես խոսում, Լեո։ Քո արածներին ուրիշ անուն չեմ կարող դնեմ։ Բայց ես ինչ եմ արել։ Հեչ ոչ մի բան էլ չես արել։ Հերդ է արել։ Հերդ էլ պատասխանը կստանա։ Լեո, հանկարծ չգնաս պապայի հետ հանդիպման, խնդրում եմ քեզ։ Դու լուրջ մտածում ես, որ ես այս ամեն ինչը սենց պիտի թողնեմ, թե պապատ մատանին շպրտելա վերջել նշանված չենք։ Կարող է հորդ խոստումներս տվել։ Ասա իմանամ, Լեա։ Ես ոչ ոքի ոչ մի բան չեմ խոստացել, Լեո։ Երդվում եմ, ես իմ սիրո համար մինչև վերջ կռիվ կանեմ, բայց դու մի խառնվի, որովհետև երբ որ դու խառնվես, արունահեղություն է լինելու նորից։ Հոգնեցի ես ամեն ինչից։ Ես քեզ սիրում եմ։ Ու իմ ընտրությունը անխախտ է, Լեո։ Իսկ պապան ժամանակի ընթացքում կհարմարվի ու կհասկանա, որ դու ես իմ ընտրությունը ու վերջ։ Լեա, եթե իրոք սիրում ես, ուրեմն արի գնանք մեր տուն։ Արի գնանք միասին ապրենք։ Լեո, ինչքանով է ճիշտ կլինի։ Ինչի հետ որ քուրս եկավ առանց թագուպսակի ձեր տուն, այդ նորմալ էր, հա։ Առանց մեր օրհնության որ եկավ, այդ նորմալ էր, Լեա։ Լեո, դու հիմա տաքացած ես։ Թե աղբերդ ինձնից լավն էր։ Լեո, խնդրում եմ քրոջդ օրինակ ինձ մի բեր, որովհետև իր արած իմ համար ճիշտ չի։ Բայց քուրս առանց ոչ մի բան հաշվի առնելու եկավ ու հասավ ձեր տուն ու ընտրեց էլի աղբորդ։ Բայց չէ որ ես էլ քեզ եմ ընտրել, Լեո։ Ա ճիշտ ես ասում, բայց երբ կարևոր ընտրության պահն է գալիս, անընդհատ կամուկացի մեջ ես ընկնում, Լեա։ Լեո։
Ռաֆո ջան։ Ամեն անգամ գալիս էի մոտը ներողություն էի խնդրում, որ զավակիդ չեմ գտել։ Հիմա երկու զավակիդ համար դի ներողություն խնդրում։ Մանուշակին չկարողացա պահել։ Պապի, լավ էլի, պապի, տենց մի ասա։ Մանուշակի համար մենք մեղավոր չենք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ իրան հետ պահենք սխալ որոշումներից, սխալ կյանքից։ Ինչ անենք, որ ինքը ընտրեց այդ իրա պատկերացնելով հարմարավետ կյանքը։ Բայց մենք ամեն ինչ արեցինք, որ այդ հարմարավետ կյանքն ունենար, չէ։ Հա, պապի, մենք ամեն ինչ տվել ենք իրան, բայց իր ախորժակը ավելին էր ուզում։ Ինքը ավելի շատ էր ուզում, ավելի ճոխ կյանք էր ուզում, ճամփորդություններ, լավ մեքենաներ, լավ տուն, բայց չի հասկանում, որ դրա մեջ չի երջանկությունը։ Մենք ինչ անենք այդ դեպքում, մենք ամեն ինչ արել ենք։ Այդ արդեն իմ մեղքն է։ Չկարողացա ճիշտ դասերակել։ Երևի ինչ-որ տեղ վրիպեցի։ Չէ, պապի, դու ոչ մի տեղ չես վրիպել։ Դու ոչ մի սխալ չես արել։ Դու տվել ես առավելագույնը։ Ինչ անես, որ մարդը ներսից փդած է։ Քրոջդ մասին այդպես մի խոսիր։ Դե պապի, հիմա կա այն ինչ կա։ Ասում եմ այն ինչ կա։ Քուրս չէ, ով ուզում է լինի։ Եթե մարդ ներսից փդած է, ինչքան ուզում ես փորձի դասերակել, մեկը չի ստացվում։ Հենա ինչ եմ հեռու գնում։ Տղա հետ հոպար կոչված ես։ Ինչ արեց։ Ոնց իրան պահեց։ Քո դասերակածը չէր։ Քո ծնածը չէր։ Ոնց որ իմ հերը։ Հələ նա իմ հերը ինչ մարդ էր, իսկ ինքը չեմ էլ ուզում ասեմ ինչ էր։ Կներես, պապ, կներես, ես չէի ուզում քեզ նեղացնեի, ինչ ուզում ալինի ինքը քո տղեն է, չպետք է տենց խոսեի։ Պապի, ես ուղղակի ուզում եմ, որ իմանաս, որ դու միշտ տվել ես առավելագույնը, իսկ այն, որ իրանք մարդ չեն դարել, այդ մենակ իրանց խնդիրն է, քեզ մի մեղադրի, խնդրում եմ, ու կներես էլի։ Ավոն նորից հայտնվել է։ Այո, մի քանի անգամ տեսել եմ, նա մեր կողքին է արդեն։ Դու ում ես կորցրել իմ տանը։ Եղբորս տանը իննա։ Եվ հետո բարև։ Փաստորեն Հունանը ինձ սրա համար էր կանչել, որ քո թթված դեմքը տեսնեմ։ Ինա հասկանում եմ բարկությունը տեղին է, բայց փորձի իմ հանդեպ ատելությամբ չլցվել։ Իմ արած քայլերը Հունանին էր ուղված։ Եթե Հունանը ինձ ներել է, դու ինչի չես ներում։ Որովհետև եղբորդ ինձնից շատ եմ սիրում։ Դրա համար էլ քեզ շատ հարգում եմ ու սիրում։ Ես նրա համար չեմ սիրում եղբորդ, որ քո հարգանքին արժանանամ։ Ինա էլի եմ ասում, հասկանում եմ քո բարկությունը տեղին է, բայց ուր է ավոտ։ Թող ավոյնը բերի։ Թող բերի իմ անինքնասեր ամուսինը։ Թող բերի, բոլորդ միասին հաշտ ու համերաշ խապրեք։ Պապա դեմը, հա? Պապատ մոտանի շպրտել է, հա? Դու էլ կտրուկ քայլերի պատրաստ չես անում։ Լավ այլ։ Հոպ, բարի օր, ախպեր ես։ Սարիկ, մենք ում գնա էլի։ Կատաղած ես, հա? Սարիկ ջան, տանձիկը թող ու ենք ում գնա։ Չէ, ախպերս չի լինի, ներված եմ, եկել եմ արտայթվեմ։ Ինչքանով է ճիշտ առանցքը մոտ ընկերոջը նշանվում ես։ Ապա դե մի ընկի ինձ, հա։ Ոնց որ տենց մի օրվա մեջ նշանվեցի, մի օրվա մեջ էլ բաժանվել եմ։ Թռավ կապարից է, ոնց բաժանվել ես։ Հենց այտենց։ Բա ինչ անեի, Սարիկ ջան։
Լեան նշանդրեքի հաջորդ օրը առանց մատանու գալիս է հետս հանդիպման։ Փոշմանել է, հա։ Չէ։ Հերն է դեմ քվյարկել։ Ես էլ ասեցի արի գնանք մեր տուն։ Ոնց որ մանանը տենց արեց։ Բայց երևի Լեան ինձ այդքան չի սիրում, ինչքան մանանը Գրիշոյին։ Իսկ ես այդ կարծիքին չեմ ախտերես։ Լեան քեզ այնքան է սիրում, որ չի գալիս ձեր տուն, որտեվ գիտի, որ գա, հերև վիզը տողլորելու է։ Ես համ Լեայի համար կարամ մտածեմ, համ էլ իմ Սարիկ։ Ախպերս կներես, բայց չեմ կարա չասեմ։ Լեան ավելի հասուն է մտածում։ Ես այն կարծիքին եմ, որ դու վրեժ լուծելու համար ես ուզում այդ աղջկան բերես ձեր տուն։ Ապա դու Լեայի կողմից ես, թե իմ։ Ճշտի ախպերս, ճշտի կողմն եմ։ Դե դու տես ճշտի կողմն էլ մնա, ապա։ Ես գնում եմ։ Ուր ես գնում։ Պիտի գնամ այդ մակունցին տենամ։ Պապի, որ ասում ես հաստատ տեսել ես, որ հաստատ ինքն է եղել, բա ինչ ես նոր ասում, ինչի միջև ես չէիր ասում։ Ինչ էր տալու դա քեզ։ Իզուր տարապելու էիք։ Պապի, ում ես խնայել, մեզ թե իրան։ Իհարկե ձեզ։ Ձեզ բալես։ Պապի, ախր մեկ իրան այնքան հարց ունենք տալու։ Հերս ոնց է մահացել, ախպերս ուր է։ Ես այդ բոլոր հարցերը տվել եմ իրան։ Ու ինչ ասեց։ Խոսա, պապի, ինչ ասել, ուր է ախպերս։ Ասեց, որ երեխեն չկա։ Չի ապրել։ Իբրև թե մահացել։ Չեմ հավատում։ Ես այդ քո ահավոյին չեմ հավատում, պապի։ Կներես, բայց չեմ հավատում։ Հետո ով է, որ ես դրան հավատամ, որ դրա ասածով շարժվեմ։ Դու ինձ իրա տեղը ասա։ Չգիտեմ։ Պատահական ենք հանդիպել։ Այ պապի, խնդրում եմ, հիշի, որտեղ ես տեսել, ոնց գտնեմ իրան։ Ես իրան շատ հարց ունեմ տալու, պապի, խնդրում եմ, ասա որտեղ է դա։ Չգիտեմ, բալես։ Միայն այն գիտեմ, որ այդ գրողի տարածուն անին էլ է ճանաչում։ Դրան շատ մոտ կանգնած մարդ է։ Այ ընկերոդու հունվարի բուքը չես, ես ինչ փոթորիկ ես անում, վրովը սամցար։ Ես թե դուք։ Հələ մի րոպե։ Դու են դրսից եկած տղեն չես, որ ուզում էր Լեո Սարգսյանի հետ բոյ աներ։ Հա, ես էլ ձեզ հիշեցի։ Ունան մակունցի աներձակն եք, չէ։ Հերեշ մակունցի, որից ներկայումս ուզում եմ փրկվեմ։ Լավ, ես պիտի գնամ, պետք է մարզվեմ։ Այ ցավը տանեմ, վռազատ ինչա կմարզվես էլի։ Բա հանդիպել ենք այս մաքուրոթին, ջրի ափին, միած չնստենք իրար հետ տանք, առնենք, ասենք, խոսանք։ Երկու իրար չճանաչող մարդիկ, ինչ պիտի ունենան տալը առնելու իրար հետ։ Կունենան, դու հանգիստ տեղի։ Ասում էի, չէ, այն գլխից սիմպաթիաս բռնելա քո հետ։ Նոր։ Ես ինչ
Ինչա վիճակդ, ինչի ես սենց նեղված։ Նոր վատ եմ, ահա որ վատ եմ։ Ված չես, մի հատ հանգստացի, հասկացի, որ անդառնալի բան տեղի չի ունեցել ու այս խնդիրներն էլ քիչ-քիչ կլուծվեն։ Նոր ոնց պիտի լուծվի, ես չեմ պատկերացնում այս խնդիրները ոնց պիտի լուծվի։ Նա առաջին հերթին հանգստացի ու Լեոին զանգի։ Նոր Լեոնից դից նեղացած գնաց, հասկանում ես։ Ուզում էր գնալ պապայի հետ հանդիպան, ես չեմ թողել։ Լեա, դու էլ փորձի, զանգի, ասա, որ ուզում ես հանդիպես հետը։ Չգիտեմ ոնց կարձականքի որ զանգի։ Զանգի Լեա։ Ալո։ Լեո, կարանք հանդիպենք, խոսենք։ Քիչ առաջ ենք հանդիպել։ Հիմա ես ավելի կարևոր հանդիպում ունեմ պապայիդ հետ։ Լեո, չէ, խնդրեցի ախր քեզ, խնդրում եմ չգնաս պապայի հետ հանդիպման։ Հեսա մի քիչ հետո տենում եմ հորդ, չպետքա կասեմ։ Դե հիմա ասանար, ես ինչ անեմ։ Լեոն գնացել է պապայի հետ հանդիպման։ Ներվայնանում եմ ես։ Այդ ուղղությամբ չես աշխատում, քեզ ասեցի գետնի տակից էլ մի հատ ավոյին գտնում ես ու բերում ես, բայց դու ոչ մի բան չես անում։ Ով գիտի հիմա այդ էլ ծիծաղում է երևի մեր վրա։ Ցավը տանեմ դե նեցա ման են գալի։ Ուղղակի հետքի վրա չեմ կարող դուրս գամ։ Արամ ինչ չի հետաքրքրում, ամեն գնով դրան գտնում ես, բերում ես։ Ես դրան պետք է ողջ թաղեմ, որ հանգստանամ։ Հələ հոպ արա, ուր։ Արա։ Ինչ ունես իմ դեմ Հունան, որ իմ նվիրած մատանին սիրածս աղջկա մատից հանում ես ու շպրտում ես դուրս։ Ինչ պատասխան ես տալու դրան։ Այդ մտածում ես քո օրենքներով պետքա լինի, հա։ Հա, որովհետև խոսքը իմ կյանքի ու ճակատագրի մասին է։ Ուրեմն պետք է իմ օրենքներով լինի։ Խոսքը իմ աղջկա մասին, արա։ Ես քո աղջկան սիրում եմ Հունան։ Ու ինքը իմ հետ երջանիկ է։ Չես հասկանում, թե չես ուզում հասկանաս։ Թե քո համար անսովոր է երջանիկ մարդ տենալը։ Ափսոս դու քեզ կողքից չես տեսնում։ Նախ ինչ որ մեկին սիրելուց ու երջանկացնելուց առաջ քեզ հայլու մեջ նայի։ Քեզ երջանկացրա առաջի հերթին։ Բացատրելով չես հասկանում, ծեծ ու ջարդով չես հասկանում։ Ոչ մի կերպ չես հասկանում ինձ։ Ինչ անեմ, ասա։ Չեմ ուզում այդդ կռիվ անեմ։ Ուղղակի հանգիստ թող մեզ ու հեռու մնա։ Դու ես գալի անդադար ընկնում ոտքերիս տակ։ Հələ մի հատ էլ ինձ ես ասում հեռու մնա։ Մինչև հասկանաս որը որից հետո է, այդ հետոն ոչ ոքիդ պետք չի լինելու։ Թաղելով էլ լինի, Լեայից հեռու եմ պահելու քեզ։ Սպանելով էլ լինի, իմ ուզածին հասնելու եմ։ Խոսքը աղջկա երջանկության մասին է։ Խոսքն իմ ուզածով շարժվելու մասին է։ Այդ մեկ ընդմիշտ հիշի։ Ու ես ասում եմ հերն իր աղջկա ապագայի մասին։ Ես բան չունեմ էլ հետդ խոսալու։ Դու ի սկզբանե իմ հետ խոսալու որևէ բան չես ունեցել։ Դրա համար դու պետք է մեծանաս։ Ու ամբողջ խնդիրն է, որ դու չես մեծանում։ Էլի եմ ասում։ Լեայից հեռու ես մնում։ Այդ ես եմ որոշում։ Ես այնքան մեծ էի, որ ձեր արածները մի կողմ դնելով եկա հասա քո տուն։ Այդքան մեծ էի ես։ Ու հիշի դու ինչ արեցիր։ Լավ մնա։